Եթերում լուրերի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Մերձավոր արևելքում լարվածությունը չի թուլանում, ավելին հակամարտող կողմերը նոր սպառնալիքներ են հնչեցնում։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի դեմ հարձակման հաջորդ փուլն էլ ավելի դաժան կլինի։ Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ ռազմական գործողությունը կարող է տևել ավելի երկար, քան նախատեսված 4-5 շաբաթը։ Իրանի Կարմիր մահիկը հաղորդում է, որ Միացյալ Նահանգների և Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 787-ի։ Իսլամական Հանրապետությունում այսօր հրաժեշտ են տալիս Մինաբի տարրական դպրոցում իսրայելական հարվածների հետևանքով սպանված 168 աղջիկներին։ Daily Mail-ի տվյալներով Մոսադի գործակալները կոտրել են Թեհրանի տեսահսկման խցիկների ցանցը և տարիներ շարունակ լրտեսել են Այաթոլլահ Ալի Խամենեիին, նրա թիկնապահներին և իրանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաների։ Ի դեպ, տեղեկություններ կան, որ նորանշանակ գերագույն առաջնորդը ևս սպանվել է։ Պետքարտուղարությունն էլ հայտնել է Բահրեյնից, Իրաքից և Հորդանանից դեսպանությունների ոչ հիմնական անձնակազմի տարհանման մասին։ Միաժամանակ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատունը պաշտոնապես տեղեկացրել է իր քաղաքացիներին, որ ի վիճակի չէ աջակցել Իսրայելից նրանց տարհանման գործընթացին։ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատունն էլ ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարվածի, պայթյուններին հաջորդել է խոշոր հրդեհը։ Թրամփը խոստացել է պատասխանել այդ հարվածին։ Նախորդին Լիբանանում Հեզբոլլահի ենթադրյալ դիրքերն ու Բեյրութը հրթիռակոծելուց հետո, ինչին զոհ գնաց 52, վիրավորվեց 154 մարդ, Իսրայելի ցամաքային զորքերը ներխուժել են Լիբանան։ Երկրի հարավային սահմանը հսկող լիբանանցի զինծառայողները լքում են դիրքերը, Ցախալի և Հեզբոլլահի բախումներից հեռու մնալու համար։ Բեյրութում գտնվող Երևան երիտասարդական նվագախումբը Հայաստան կվերադառնա ժամկետից շուտ պայմանավորված տարածաշրջանում լարված իրավիճակով։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր հետ հեռախոսազրույցում վստահեցրել է, երեխաները լավ են, ապահով ու բարձր տրամադրությամբ։ Ավինյանը հորդորել է ծնողներին չանհանգստանալ, քանի որ քաղաքապետարանը ամենժամյա ռեժիմով զբաղվում է այդ հարցով։ Նշեմ, այս օրերին նվագախումբը Բեյրութում է մասնակցելու միջազգային երաժշտական փառատոնի։ Հայաստանի քաղաքացիներին տարհանող առաջին ինքնաթիռը Մասկատից Երևան է վերադարձել։ Հատուկ չվերթով Հայաստան ժամանած ուղևորների թվի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն դեռ չկա։ Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ այն քաղաքացիները, որոնք արդեն ունեն և ձեռք կբերեն Fly One ընկերության կողմից մարտի 4-ի երեկոյան ժամը 21-ին կայանալիք Մասկատ-Երևան տոմսերը, կարող են օգտվել Մասկատ անվճար տեղափոխվելու հնարավորությունից։ Ավելի վաղ արտգործնախարարությունը ևս նմանատիպ հայտարարություն էր արել, նշելով, որ առաջնահերթությունը կտրվի կանանց, երեխաներին և տարեցներին։ Իրանի դեմ ԱՄՆ-իսրայելական ռազմական գործողության սկսվելուց ի վեր 615 մարդ, այդ թվում Ադրբեջանի և 22 օտարերկրյա պետությունների քաղաքացիներ տարհանվել են ադրբեջանական սահմանով։ Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով նրանցից 157-ն է ադրբեջանի քաղաքացի։ Իրանից մեկնելու համար Ադրբեջանի սահմանը հատել են նաև Չինաստանի 150, Ռուսաստանի 127, Պակիստանի 66, Տաջիկստանի 52, Վրաստանի 7 և այլ երկրների քաղաքացիներ։ Վերադառնանք Հայաստան, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադառնալով օրեր առաջ արած հայտարարությանը, թե պառակտված ընդդիմադիր ուժերին կարող է միավորել միայն ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանը, խոստովանել է, որ արձագանքը սպասվածից ավելին էր։ Նա վերահաստատել է իր միտքը, Կարապետյանն ընդունակ է իր շուրջը համախմբել ուժեղ կառավարություն, որի առաջնահերթ խնդիրը կլինի երկրի ամրապնդումը և բնակչության սոցիալական վիճակի բարելավումը։ Նախկին նախագահը վստահություն է հայտնել, որ Կարապետյանի հաղթանակի պարագայում ինքնաբերաբար կվերանա նաև իր բառերով եկեղեցու նկատմամբ սանձազերծված հակասահմանադրական արշավը, ինչը հաստատաբար կվերականգնի ողջ հայության միաբանությունը։ Այսքան այժմին կհանդիպենք մեր հաջորդ թողարկմանը։